բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, դա նշանակում է մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված։ Ես Անահիտ Կիրակոսյան ես եկել եմ, որպեսզի այս տաղավարից ողջունեմ ձեզ եւ առաջիկա 1 ժամը լինի էլ ավելի հետաքրքիր։ Առաջարկում եմ մնաք մեզ հետ, այսօր ունենալու ենք դասական երաժշտության հրաշալի եթեր, ունենալու ենք հրաշք հյուրեր, այնպես որ մնացեք մեզ հետ, այս բանին առաջարկում եմ դիտել տեսահոլովակ, որը էլ ավելի կակտիվացնի ու կարթնացնի բոլորիդ, իսկ հետո արդեն կողջունեմ իմ հյուրերին, գնացինք։ Եվ այսպես վերադարձանք տաղավար եւ ուզում եմ նշել, որ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ ու Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Երևանում կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը։ Հենց այս առիթով մենք այսօր ունենք հրաշալի հյուրեր եւ շտապում եմ ներկայացնել Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարեձեզ։ Ինչպես նաեւ հաղթող հրաշքներ, մրցույթի հաղթողներ Վիկտորիա Ուրիխանյան, բարև ձեզ, եւ Գարիկ Հարությունյան, բարև ձեզ։ Ուրախ եմ, որ կրկին մեր տաղավարում եք, առաջին անգամ չէ պարոն Մակարյան, որ մեզ մոտ եք, եւ այս անգամ արդեն 13-րդ, հանրապետական մրցույթն է, մի քիչ պատմեք, ինչպես անցավ, ինչ նորություններով էր հագեցած եւ ինչ հաջողություններ գրանցեցինք այս տարի։ Մենք էլ ենք շնորհակալ, որ ձեր այս գեղեցիկ եւ հյուրընկալ տաղավարում ենք, շնորհակալություն։ Ինչ վերաբերում է մրցույթին, պիտի նշեմ, որ այս տարի ունենք այո նորարարություններ ունենք եւ գլխավոր նորարարություն դա խորեոգրաֆիան էր նախորդ տարիների համեմատ այս տարի ավելացավ խորեոգրաֆիկ տարը ինչ է դա նշանակում որ նախ մեր հաղթող մասնակիցները ունեցան հնարավորություն կունենան հնարավորություն աշխատելու պրոֆեսիոնալ բալետմեյստերների հետ, պարուսույցների հետ եւ նրանց ստեղծագործությունների հիման վրա կբեմադրվի խորեոգրաֆիկ պատկեր եւ բացի դրանից մենք արեցինք նաեւ էքսպերիմենտալ այսպես մոտեցում պատականության սկզբունքով ընտրել ենք նաև Գարիկի ստեղծագործությունը ամենևին չիմանալով որ այս տարի բնականաբար օբյեկտիվ սկզբունքը ապահովելով չիմանալով որ այս տարի ինքը պիտի հաղթող դառնար հետեւաբար կրկնակի ստացավ խորեոգրաֆիկ նվեր իսկ այս տարվա գալահամերգին հենց իր ստեղծագործության հիման վրա բեմադրվեց իր եւ Գագիկ Ավետիսյանի ստեղծագործության հիման վրա բեմադրվեց խորեոգրաֆիկ պատկեր իսկ անշելի գեղեցիկ աշխատանք որն արեցին Կալաշյան պարարվեստի դպրոցի եւ Կադանս խմբի, հա, այսպես ֆանտաստիկ սաները պարուսույցները գեղարվեստական ղեկավարի Ասատուր Կալաշյանի ղեկավարությամբ Հրաշալի եւ բնականաբար Գարիկ ջան հարցս քեզ նախ սպասում էիր որ հաղթելու ես ինչ ես ներկայացրել ինչպես ես ներկայացել մի քիչ պատմի ապումներից մաս Ուրեմն այս տարի ներկայացա կվարտետով եւ դաշնամուրային սոլո գործով Կվարտետը գրել եմ ոչ ստանդարտ կազմով, շատ հետարքի ստացվեց։ Հիմնականում դասական կվարտետը դաշնամուրային գրվում է դաշնամուր թավջութակ, այլ ջութակ, բայց ես ջութակի տեղը ներառեցի քամանչա, որ բավականին ձուլվեց իրար հետ եւ ստացեց մի հատ հետարքի ստեղծագործություն, որը հաջողություն գրանցեց իմ այս ստեղծագործությունը։ Ահա, երբ շեղվում են դասական, այսպես ասած, ավանդույթներից եւ հավելումներ են անում, սա դրական է դիտվում ժյուրիի կողմից, համարձակ քայլ է դիտվում։ Տեսեք, ժյուրին նայում է պրոֆեսիոնալ տեսակետից եւ ստեղծագործությունը, եթե օրինակ չլիներ քամանչայով լիներ ջութակով եւ լիներ նորից նույն բարձր արժեքի, դա չէր փոխելու առաջին հորիզոնական այո տալու այսպես ցուցանիշը, բայց միևնույն է անկախ ամեն ինչից կա փոքրիկ դետալ համարձակության դետալը, վստահության դետալը եւ ինչու ոչ նաեւ ազգայինին մոտենալու դետալը, որը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Սպասում էիր, որ դու կհաղթես։ Անկեղծ ասած, այո։ Այո, սպասում էի։ Այսպիսի համարձակ առաջ քայլող երիտասարդներ են մեզ հարկավոր այսօր։ Առաջարկում եմ, որպեսզի հեռուստադիտողներ էլ ավելի համոզվի, հա, թե ով է գրավել մեր առաջին օրեզանականը, առաջարկում եմ դիտենք Գարիկ Հարությունյանի կատարման ստեղծագործությունը գնացինք։ Խոսքերն ավելորդ են ուղղակի, շնորհավորում եմ եւս մեկ անգամ Գարիկ ջան, եւ հարցը ուղղում Վիկտորիային Ուրիխանյան, Վիկտորիա ջան, դուք սպասում եք, ինչ ապրումներ եք ունեցել եւ ինչ ստեղծագործություն եք ներկայացրել։ Ես ներկայացրեցի երկու ստեղծագործություն, մեկը ջութակի եւ դաշնամուրի համար եւ մյուսն էլ սոլո դաշնամուրի համար։
Երկուսն էլ շատ լավ կատարեցինք, շատ մեծ հաճույք ստացա հենց ընթացքից։ Իրականում հենց Միրզոյանի մրցույթը ինձ համար հենց այդ ընթացքը իմ ամենասիրած բանն է, ոնց որ ես այնքան եմ սիրում, լսում եմ իմ ընկերներին, թե ինչպես իրենք գրում են ստեղծագործություններ, այնքան հետաքրքիր է դա։ Ու հետո ես եմ նվագում, իմն եմ ներկայացնում, հետո լսում եմ, թե իրենց կարծիքը, ասենք, ու ինքան դա հետաքրքիր է ընդհանրապես, ու ես շատ եմ սիրում դրա համար Միրզոյան հենց մրցույթի ամենասիրած մրցույթն է, ամենտեղ դա ասում եմ։ Հրաշալի։ Այո, շատ եմ սիրում եւ մի քանի անգամ մասնակցել եմ նույնիսկ եւ ինձ թվում է շարունակելու եմ մասնակցել, միջև որ արդեն չմեծանամ այնքան, որ այլևս այնտեղ տարիքային սահմանումներ կան ցավոք, բայց ես հաջորդ տարի էլ անպայման կմասնակցեմ եւ շատ ուրախ եմ դրա համար։ Եվ գիտեմ, որ էլի պետք է գրեմ ստեղծագործություն, դա ինձ շատ է ոգևորում։ Մի խոսքով շատ եմ սիրում այս մրցույթը։ Եվ այո, սպասում էի ես թե ոչ, իրականում ես սիրում եմ գնալ մրցույթին առանց սպասելու որևէ բան, հիմնականում, բայց կոնկրետ հենց այս անգամ մի տեսակ ես այնքան էի ուզում։ Մեծ ցանկություն կար, մեծ ցանկություն կար։ Այնքան տակիր էր դա, որովհետև երևի դրանից հետո էլ նաև ես ուրիշ մրցույթի գնացի Սլովենիա, այդ էլ ջութակի մրցույթ էր։ Եվ ես չգիտեմ, ոնց որ այդ մղումը հաղթելու դեռ հենց այդտեղից այդ մտքից էլ արդեն լիներ, ոնց որ ուզում էի հենց երկուսն էլ հենց հաղթեի։ Եվ ստացվեց։ Բրավո, մենք միայն շնորհավորում ենք եւ այս բանին առաջարկում ենք վայելել ձեր կատարում։ Ունեցինք։ Պարոն Մակարյան, եթե չեմ սխալվում, այս տարի նաև աշտարակում է, հա, եղել, մի քիչ կբացեք փակագծերը, նախ քանի օր է տևել, ինչպես եղավ, որ մարզում եղավ։ Մեկ օր է տևել, բայց այստեղ գլխավորը ոչ թե օրերի քանակն է, այլ այն որտեղգրած սկզբունքը, որ մենք ամեն տարի պարտադիր իրականացնում ենք հնարավորության սահմաններում, այսինքն մենք դուրս ենք գալի Երևանից եւ մեր երեխաների պատաների ստեղծագործությունները հասանել ենք դարձում նաեւ մարզերում։ Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ պիտի այս երաժշտությունը տարածվի նաև Երևանից դուրս եւ պիտի հասանելի լինի նաև մարզային ու կնդրին։ Նաև ընդգրկելով մարզային, իդեպ նաև այս տարվա գալա համերգին մենք ընդգրկել ենք մարզային երգչախումբ, Եղվարդի երգչախումբը այնպես ինչպես որ մասնակցեցին այնպես, ինչպես որ բարձրակարգ երգչախմբերը կմասնակցեին, այսինքն բարձր վարպետություն ցուցաբերեցին եւ մեզ համար չափազանց կարեւոր է Երևանի եւ մարզերի միջև համագործակցությունը։ Անցած տարի ենք ունեցել, տարբեր տարիներ ունեցել ենք եւ առաջ Աստված մտածում ենք պահպանել այս բարի ավանդույթը եւ ամեն տարի մրցույթի ավարտից հետո գնալ մարզերից մեկ կամ մի քանիսը եւ ելույթ ունենալ։ Շատ կարեւոր է այս փաստը, որ մարզեր եք գնում ու բրավո ձեզ դրա համար։ Ինձ հետաքրքիր է վիճակագրության առումով, եթե նայենք նախորդ տարիներին եւ այս մեր երիտասարդ կոմպոզիտորների քանակը ավելացել է, մղումն ինչպիսին է, ինչ դրական ու բացասական գուցե կողմեր եք նկատել։ Հարաբերական է, ամեն տարի տարբեր թվեր են լինում, այս տարի կարող էին ավելի շատ լինել, կա վերջի օրերին, վերջի օրը ավելի ճիշտ, 3 մասնակից տեխնիկական խնդիրների պատճառով այսպես չկարողացան ընդգրկվել։ Գիտեք, իսկ ինչ վերաբերվում է աճին, միանշանակ օր-օրի մենք ավելի ենք համոզվում, որ մենք ունենք փայլուն կոմպոզիտորական դպրոց, այսպես թող սա չվերածվի որպես գլուխ գովելու կամ այսպես ուռճացրած խոսքեր ասելուն, բայց մենք ունենք ֆանտաստիկ կոմպոզիտորական դպրոց եւ մրցունակ աշխարհում, մանավանդ երբ նստած ես եւ վայելում ես, բառից բուն իմաստով վայելում ես այն ստեղծագործները, որը որ ստեղծում են 12, 13, 15 կամ 10-18 տարեկան պատանիները, մեկը մեկից հրաշալի են, սա եւս մեկ անգամ գալիս ապացուցելու, որ նրանք ժյուրի աշխատանքը ծանրացնում են, որովհետև ժյուրին սկսում է արդեն դժվար աշխատել, որովհետև մեկը մեկից լավն են, մեկը մեկից հիանալի են եւ ընտրությունը այստեղ դառնում է չափազանց դժվար, միևնույն ժամանակ, բայց նրանք էլ են գիտակցում, որ ժյուրին աշխատում է օբյեկտիվ, որովհետև ժյուրի կազմում բացառիկ անձնավորություններ են։ Եկեք բացենք ժյուրիի կազմը, ովքեր կային ընդգրկված։ Ժյուրի կազմում էին ընդգրկված կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սացյանը, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, արվեստի վաստակավոր գործիչ անվանի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, պետական մրցանակի դափնեկիր վաստակավոր գործիչ Էդուարդ Հայրապետյանը, կոնսերվատորիայի ջազ փոփ ամբիոնի վարիչ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Զարիֆյանը, արվեստի ինստիտուտի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն երաժշտագետ Աննա Ասատրյանը, մարդիկ, ովքեր որ իրենց ոլորտում
իրենց ցած ճանապարհով մեծ եւ կարեւորագույն դեր ու նշանակություն ունեն մեր մշակույթում։ Հետևաբար այս առումով էլ պիտի գոհունակությունս հայտնեմ մեր ժյուրի անդամներին կատարած աշխատանքի համար, բայց միևնույն է առաջնահերթությամբ պիտի շնորհակալություն հայտնեմ այս հրաշալի երեխաներին, իրենց ծնողներին, իրենց ուսուցիչներին, այդ հրաշալի եւ ծանր այդ մեծ աշխատանքի եւ նվիրումի համար, որոնք որ նրանք իրականացնում են եւ ահա եւ արդյունքը նստած են մեր կողքին։ Անշուշտ, ես էլ իմ կողմից եմ ուզում շնորհակալություն հայտնել, չնայած որ ինձ թվում է երեխաների համար արդեն մեծագույն պատիվ է նման մեծանուն մարդկանց մոտ պարզապես ելույթ ունենալ ու արդեն մասնակիցը դառնալ այս մեծ տոնին, հա, որ իսկապես տոն է յուրաքանչյուր տարի երբ անդրադառնում ենք, բայց երևի դուք էլ ձեր խոսքն ասեք, առհասարակ, հա, ինչ է ձեզ համար այս մրցույթը եւ ինչ ասելիք կա։ Այս մրցույթը իմ համար ընտանիք է, որտեղ ես արդեն 3 տարի անընդմեջ մասնակցում եմ այս մրցույթը եւ վերջինն է, ցավոք սրտի մեծ տպավորություններ են թվում, որտեղ նաեւ իմ սիրած էլի մրցույթն է, լսում ես, ունկնդրում ես այն պատանի կոմպոզիտորներին, որոնք նրանք էլ են մասնակցում, ցույց են տալիս իրենց գլուխգործոցները, որը ամեն մեկը մեկից լավ գործեր են գրում, այսքանը կարող եմ ասել։ Եվ այս մրցույթը իմ համար ընտանիք է, մնալու է ընտանիք, ինչքան էլ որ ես չմասնակցեմ, գոնե որպես հանդիսատես ես կգամ կմասնակցեմ այս մրցույթի, այո։ Վիկտորիա, ինչ խորհուրդ կտաս այն պատանիներին, ովքեր պատրաստվում են մասնակցեն երկրորդ տարի։ Պատրաստվում են մասնակցեն երկրորդ տարի։ Խորհուրդ կտամ առաջին հերթին այն բոլոր մասնակիցները, ովքեր, ասենք, չստացան առաջին մրցանակ, նրանց ստեղծագործությունները շատ լավն են, ես բոլորին լսել եմ, շատ մեծ հետաքրքրությամբ եւ բոլորի ստեղծագործությունները շատ լավն էին։ Ես մասնակցել եմ մոտավորապես, ես էլ 3 տարի մասնակցել եմ եւ ամեն անգամ ավելի եմ ոգևորվել եւ ես ոնց որ խորհուրդ կտամ նրանց, որպեսզի նրանք էլ ոգևորվեն եւ իրենց ամբողջ ինչքան էմոցիա ունեն, դնեն իրենց ստեղծագործությունների մեջ եւ գան նորից մասնակցեն, որովհետեւ սա իսկապես շատ լավ մրցույթ է եւ խոսքով եկեք երեխաներ, մենք կսպասենք։ Եկեք մասնակցեք, կլսենք, կվայելենք։ Ես ուզում եմ նշել Վիկտորիա ջան, որ դու ունես նաև քույրիկ Լիանա Ուլիխանյանը, որը նույնպես ժամանակին մասնակցել է մեր այս միրզոյանական տոնին։ Այնպես որ առաջարկում եմ այսօրվա եթերը շատ հետաքրքիր ավարտ ունենա, դասական երաժշտությամբ ավարտ ունենա, բայց մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ մեր հյուրերին։ Հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը, շնորհակալություն ձեզ պարոն Մակարյան, ձեր կատարած աշխատանքի համար տարեց տարի դուք գալիս եք մեզ հյուր եւ մենք հասկանում ենք, որ ունենք տաղանդներ, որոնք բացահայտվում են ձեր միջոցով ու ձեր տված հարթակի ու մրցույթի շնորհիվ ու ձեր կատարած աշխատանքի։ Շնորհակալություն, ինչպես նաեւ մեր հյուրերն էին Գարիկ Հարությունյանը, Վիկտորիա Ուլիխանյանը, նրանք մրցույթի հաղթողներն են այս տարվա եւ ես ձեզ հիմա կթողնեմ մի կատարումով, որը կներկայացնեն Լիանա Ուլիխանյանը եւ Վիկտորիա Ուլիխանյան քույրիկները, այնպես որ դասականով ավարտենք, օրդ բարին լսեք դասական երաժշտություն ու ձեր երեխաներն էլ թող մանկությունից լսեն, որովհետեւ դա կերտում է մեր ներքին հոգեվոր աշխարհը, որը շատ կարեւոր է։ Մնացեք բարով, վայելում ենք։